Բարի Կիրակի Տիրոջ օրհնյալ սիրելի ժողովուրդ, կանգնեք միասին Տիրոջը օրհնելու, կարող ենք ծափերով նրան ողջունել այս վայրի մեջ, շնորհակալ լինել իր սուրբ ներկայության համար։ Հալելույա։ Մտնենք նրա սրահները գոհությունով եւ Տիրոջն ասենք շնորհակալ ենք քեզ Սեր, ամեն, միասին երգենք։ Երկնային տաճարը մտնենք ողունակ սրտով, փառաբանենք օրհնյալ Տիրոջ։ Ճարը մտնենք ողունակ սրտով, փառաբանենք օրհնյալ Տիրոջ, տանք փառքը, պատիվը և փառաբանությունը, օ Հիսուս, Պաշտում ենք քեզ, մեր արարիչ, քոնն է փառքն ու զորությունը, Տեր Հիսուս վրկիչ, պաշտում ենք քեզ, մեր արարիչ, կարող ենք բարձրացնել ձեռքերը, երգենք նրան, տանք փառքը, պատիվը և Սաղմոս 105-ն ասում է. գոհություն մատուցեք Տիրոջը, նրա անունը կանչեցեք, նրա գործերը հայտնի դարձրեք ժողովուրդների մեջ, երգեցեք նրան, սաղմոս ասեք նրան, պատմեցեք նրա բոլոր հրաշալի գործերը, նրա սուրբ անվամբ պարծեցեք, թող հրճվի Տիրոջը փնտրողների սիրտը, ամեն, կարող ես ձեռքդ բարձրացնել երկինք եւ ասել Տեր, թող իմ սիրտը այսօր հրճվի քեզանով, ամեն, թող որ ես գտնեմ քեզ այսօր այս տաճարի մեջ, թող որ նորովի ես քեզ այսօր հանդիպեմ, ամեն, բարձրացրու ծափերդ եւ Տիրոջը շնորհակալ լինենք, որ նա է մեր բժիշկը, որ նա է մեր ազատողը, հալելույա, նա է մեր փրկիչը, մեր ծափերը թող չդադարեն նրան օգնել, ամեն։ Մեղքի կապանքը, անհետ փշրողը եւ մեզ անմատիր, սիրով սիրողը, փառքի արքան է եւ Տերը Տեր է,
խոստացել է, որ մեզ հետ է հավիտյան, ամեն, նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան, և նա պիտի գա և նրա գալուստը պիտի չուշանա, ամեն, կարող ենք այս փաստի համար Տիրոջը շարունակել պաշտել, մեծարել, փառաբանել, հալելույա, նրան տանք փառք, նրան տանք մեծություն, ավելի բարձր ծափարի նրան, մի դադարի սիրելի եկեղեցի, ասենք սպասում ենք քեզ Տեր, որովհետև գիտենք, որ պիտի գաս, ամեն, հալելույա։ Հիսուս մեր Տեր, հավատում ենք շուտով կգաս տանելու մեզ, հավերժության մեջ կտեսնենք երեսը քո, ու կօգնենք քեզ կմեծարենք Աստծո հոգով, Մարանաթա, Մարանաթա, ով սանավեր, Աստծո գարի, արի Հիսուս, արի փրկիչ, արի մեր զարդերով, քո զորությամբ սպասում ենք քեզ սուրբ հանդերձով, կատարվել է սուրբ խոսքերդ այս աշխարհում, արի Հիսուս կանոնել է քեզ ենք կանչում, Մարանաթա, Մարանաթա, ով սանալե, հալելույա, Աստծո գարի, արի Հիսուս, արի փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ Maranatha, Bartzar, Maranatha. Ari Jesus, Ari Perdic, Ari Merder. Ուրախությամբ հոգուսինով նորից ասենք Maranatha, Maranatha, Maranatha. Ով սանավեր, Աստծո գարի, Ari Jesus, Ari Perdic, Ari Merder. Ուրախությամբ հոգուսինով սպասում ենք քեզ, Ari Jesus, Ari Perdic, Ari Merder. Ամեն, մնանք նրա ներկայության մեջ սիրելիներ, նրա խոստման համաձայն, որ նա կգա և չի ուշանա, ամեն, մինչ Տիրոջը երկրպագենք միասին, մի փոքր բանով ուզում եմ ձեզ հետ կիսվել, որ շատերս հնարավոր է նկատել ենք Աստվածաշունչը կարդալուց, որոշներս երևի թե այդ մտքով չենք նկատել կամ բաց ենք թողել, բայց երբ որ նայում ենք 5 տակարանին, Աստված երբ որ մի բան ուներ իր ժողովրդին ասելու, նրանց կանչում էր ինչ-որ մի հատուկ վայր, մի սուրբ վայր։ Օրինակ Մովսեսին կանչեց սարի վրա և նրան այնտեղ հանդիպեց։ Եղիային նույնպես կանչեց սարի վրա և այնտեղ նրան հանդիպեց։ Եվ այսպես շատ մարդիկ կան 5 տակարանի մեջ, որ երբ որ պետք է Տիրոջը տեսնեին, նրանք գնում էին ինչ-որ մի հատուկ վայր, մի սուրբ վայր, կամ հենց սրբության սրբոցը, որ մտնում էին և Տերն այնտեղ էր, նրա ներկայությունը շոշափելի էր, մարդիկ դա տեսնում էին, մարդիկ դա զգում էին, կարծես թե իրենց ձեռքի մեջ, բայց Հիսուսի գալուց հետո, Հիսուսն ինքն է մեզ հանդիպում մեր իրավիճակների մեջ, նրա զոհից հետո, նրա գալուց հետո, նրա ծնունդից հետո, նա է գալիս դեպի ինձ և քեզ, Նա մեզ չի ասում արի սարի վրա քեզ հանդիպեմ, նա մեզ չի ասում արի հեռու մի տեղ, մի առանձին տեղ, նա ինքը գալիս և մոտենում է քեզ քո կարիքի մեջ, ինչպես նա մոտեցավ այն սամարացի կնոջը, որ ջրհորի մոտ էր և կարիք ուներ,
Նա մոտեցավ նրան։ Նա երբ որ գնում էր քաղաքում բժշկություն անելու, չէր նստում մի տեղ եւ սպասում, որ մարդիկ հավաքվեն գան այնտեղ, ոչ միշտ։ Նրան ասում էին, Հիսուս, կա մեկը, որ բժշկության կարիք ունի, եւ նա ասում էր, ես կգամ։ Այսինքն Տերը այդ զոհով իր որդուն ուղարկելով ավելի քան երբևէ մոտեցավ ինձ եւ քեզ։ Ամեն Փառք Հիսուսին այս մեծ օրհնության համար։ Ամեն, իհարկե Տիրոջը փառք տվեք։ Ամեն։ Ամեն։ Հին կտակարանում նա ասում էր՝ արի սուրբ վայր։ Նոր կտակարանում նա ասում է՝ ես կգամ քեզ մոտ։ Եվ այսօր այս փաստի համար ասենք Տեր, ես շնորհակալ եմ քեզ, որ կարող եմ քեզ տեսնել, որ դու ես գալիս ինձ մոտ, որ մեր հանդիպման վայրն այստեղ է, մեր հանդիպման վայրն այնտեղ է, որտեղ ես կանչում եմ եւ ասում եմ Հիսուս, քո կարիքն ունեմ, լսիր ինձ։ Մի պահ խոնարհեցնենք մեր գլուխները, մի պահ խոնարհեցնենք եւ ասենք Հայր, շնորհակալ եմ այդ մեծ օրհնության համար։ Շնորհակալ եմ, որ դու քո որդուն ուղարկեցիր, որի միջոցով ես քեզ ավելի մոտեցա։ Դու ինձ մոտեցար, Տեր։ Դու ինձ գտար ընկած վիճակում եւ մոտեցար։ Դու ինձ գտար հիվանդ վիճակում եւ բժշկեցիր։ Դու ինձ գտար մենակ վիճակում եւ ասեցիր դու այլևս մենակ չես։ Դու գտար ինձ կոտրված եւ ասեցիր ես կբժշկեմ քեզ։ Դու ասեցիր, որ ես ամբողջ եմ քո աշկերում, Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզ, Հիսուս, որ այսօր կարող ենք քեզ տեսնել։ Խնդրում ենք, Տեր, քո ներկայությունը այսօր իջեցրու այս վայրի մեջ։ Արի այնպես, ինչպես երևում է իր Մովսեսին, Եղիային։ Արի քո ողջ ներկայությամբ, քո փառքի մեծությամբ։ Այս դահլիճը թող լցվի քո զորությամբ։ Մենք քեզ սպասում ենք, Հայր։ Դու տեսնում ես այս սրտերը, որ կանչում են քեզ հիմա, որոնք աղաղակում են Աբա, Հայր։ Շնորհակալ ենք, Հիսուս, որ լսում ես մեզ։ Ողջ փառքը քո անվանը լինի, Հիսուս։ Այս րոպեների մեջ նրան օրհնիր, բարձր աղոթիր, մի ամաչիր, մի կենտրոնացիր ուրիշ ոչնչի վրա, այլ միայն նրա վրա, որ իր երկինքն իջեցրել է քեզ համար։ Ուզում եք տեսնել քեզ այսօր, Հայր։ Փառք լինի քո անվանը։ Տեսնում եմ քեզ, տեսնում եմ քեզ, մեծարված ես Տեր բարձրյալ, սուրբերիդ գովասանքով, տեսնում եմ քեզ, տեսնում եմ քեզ, տեսնում եմ քեզ, ով իմ Աստված,
տեսնում եմ քեզ, տեսնում եմ քեզ, տեսնում եմ քեզ ոնիմ արքան, մեծարված գահի վրա, դու տիրում ես հավիտյան, դու տիրում ես հավիտյան, փառքն է նրա լսենք, փառքն է նրա լեցնում լաչարը, երկնքում երկրպագում ենք նրան գահի առջև, միացիր նրանց և կոչիր, որ սուրբ է Տերը մեր, սուրբ է Տերը, փառքն է նրա լեցնում լաչարը, երկնքում երկրպագում ենք նրան գահի առջև, միացիր նրանց և կոչիր, որ սուրբ է Տերը մեր, սուրբ է Տերը, սուրբ է Տերը մեր։ Այստեղ եք այսօր երկիրը, որ դու սուրբ ես Հիսուս, որ դու տիրում ես հավիտյան, երկնքի ու երկրի վրա Տեր, դու ես տիրում, իմ սիրտը, իմ իրավիճակները դու ես տիրում Տեր, և եթե բաց եմ թողել քեզ, և քո փոխարեն Տեր, ես եմ անում, այսօր ասում եմ ամբողջը քեզ եմ հանձնում Տեր, քեզ լիովին իրավունք եմ տալիս Տեր, իմ կյանքի մեջ քո կամքը կատարելու, այսօր երգում ու երկրպագում եմ քեզ Տեր, շնորհակալ եմ Հիսուս, սիրելի եկեղեցի, երկրպագիր նրան, աղոթքդ բարձրացրու, աղոթքդ բարձրացրու, ասա Տեր քոնն է ամենը, շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս, ողջ փառքը, պատիվը, զորությունը միայն քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը միայն քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը միայն քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը
Բարձրացու ձեռքերդ երկինք ասա ողջ պատիվը զորությունը միայն քեզ նորից ասա ողջ պատիվը զորությունը աչքերդ Տիրոջ ասա քեզ եմ տալիս ողջ փառքը Տեր ոչ մեկ արժանի չի առնելու փառքը միայն դու Հիսուս քեզ ներկայությամբ Հիսուս քեզ տալիս ենք փառք եւ գոհություն բարձրացրու ձայնդ երգի նրան քեզ Երկիր եկեղեցի, բառերը շատ հեշտ են, բարձրացու ձայնդ քեզ փառք, քո սուրբ հոգու կրակը թող իջնի այսօր Տեր քեզ փառք, քեզ փառք, քեզ արժանի ես որտամ քեզ նորից ասա ողջ փառք, ողջ փառք, պատիվը, զորությունը, միայն քեզ, ողջ փառք, պատիվը, զորությունը, միայն քեզ.
ենք ողջ փառքը, ողջ դու արժանի ես Հիսուս, ամեն երգում ենք քեզ միաբան, քեզ ենք տալիս փառքն ու պատիվը, միայն քեզ, ողջ շնորհակալ եմ, զորությունը միայն քեզ, ամեն, բարձր ծափարիր նրան դուր թարքը, ողջ փառքը, ողջ պատիվը, ողջ օրությունը, ողջ մեծարանքը, ողջ գովաբանությունը, ողջ շնորհակալությունը, ավելի բարձր դու նրան փառք, շնորհակալ ենք Հիսուս քո սուրբ արյան համար, շնորհակալ ենք քո մեծության համար, քո բժշկության համար, բարձր ծափարիր սիրելի եկեղեցի, նա արժանի է ամենալավը տաս նրան, նա արժանի է ողջ փառքին ու պատվին, հալելույա, եւ ամբողջ եկեղեցին միաձայն ասի ամեն, 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 փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը, եկեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք worship team-ին։ Ողջույն սիրելի եկեղեցի, ուրախ եմ ձեզ տեսնել յուրաքանչյուրիդ։ Ուզում եմ խոսքը սկսել շատ հայտնի համարով։ Ես ուրախ լինեմ, երբ որ ինձ ասեցին, եկեք գնանք ուր։ Տիրոջ տունը։ Գիտես, Աստծո խոսքը ամեն անգամ կարդալուց մի հայտնություն է գալի։ Կարանք այս անգամ այս համարին նայենք եւ նպատակ դնենք, որ մյուս կիրակի այդ ուրախությունը կիսվենք մի հոգու հետ եւ բերենք եկեղեցի։ Լավ միտք է։ Ամեն։ Շատ լավ, մինչև խոսքին անցնելը շնորհակալություն Արտակ եղբորը, որ հանձնարարել է այս նվերների բաժինը ես անեմ, մինչև նվերների մասին խոսքը կարդալը, ուզում եմ կարդալ Մատթեոս 28-20 խոսքից եւ ինչի եմ այս խոսքը սրտիս մեջ դրվել, կարդամ, որտեվ այս շաբաթ Facebook-ով մի հետաքրքիր պատմություն լսեցի եւ կկիսվեմ ձեր հետ։ Սովորեցրեք նրանց, որ պահեն այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Գիտես, երբ որ գալիս ենք Տիրոջ տուն, պիտի այս խոսքը մեր սրտի մեջ միշտ ունենանք, որ Աստված մեր հետ է, կապ չունի ինչի մեջով որ գնում ենք։ Այս պատմությունը, որ լսեցիք, ուզեմ կիսվել, ասում է ինքնաթիռը պատրաստվում էր, որ մի երկրից մյուս երկիր գնար, եւ մոտավորապես արդեն 30 րոպե արդեն որ օդի մեջ էր, турբուլանսի մեջով է անցնում, եւ բոլոր ինքնաթիռի մեջ եղողները վախ են սկսում ապրել։ Եվ այնտեղ մի հոգևոր մարդ է լինում, նույնիսկ ինքն է սկսում վախ ներշնչել իր մեջ, եւ հանկարծ նկատում է, որ դիմացի նստած մի երեխա հանգիստ գիրք է կարդում իրեն համար։ Եվ երբ որ турբուլանսը անցնում է, նա չի դիմանում, գնում է իր կողքը նստում է եւ ասում է. «Գիտես, դու չէիր վախենում»։ Եվ այս երեխան ասում է. «Ինչի պիտի վախենամ, որտեվ ինքնաթիռի լյոչիկը իմ հայրիկն է»։ Եվ ինքը ինձ խոսք է տվել, որ մինչև վերջ տեղ է հասցնելու։ Ամեն։ Աստված մեզ խոսք է տվել, որ մեզ տեղ է հասցնելու։ Եվ կարդամ նվերների հետ կապված խոսքը. բոլոր տասանորդները գանձարանում բերեք, որ իմ տանը պաշար լինի եւ ինձ փորձեցեք, դրանով ասում է զորաց Տերը, եւ ես ձեզ համար երկնքի պատուհանները միթե չեմ բացի ու օրհնություններ թափի ձեր վրա մինչև այնտեղ, որ տեղ չլինի։ Գիտես, այստեղ Աստված նշում է, որ դու քո բաժինը արա եւ տես ես իմը կանեմ։ Նույնիսկ ավելացնում է, ասում է փորձիր ինձ դրանով։ Շատ անգամ մենք պիտի Աստծո խոսքը երբ որ կարդում ենք, մնանք մեր տեղը։ Մենք անենք մեր բաժինը։ Եթե Աստված ասում է եկեղեցում պիտի նվեր տաս, շատ անգամ պետք չի հարցեր տաս։ Ուղղակի դու արա քո մասը եւ մնացածը Աստված կանի իր բաժինը։ Ամեն, եկեք նվերները բերենք Տիրոջ։
ամբողջը իմ դեր քոն է հագիստը իմ քո հոգու մեջ է ողջ կյանքը իմ քոն է Համատում եմ քեզ Հիսուս պատկանում եմ քեզ Հիսուս Բարի եւ օրհնյալ կիրակի, սիրելի եղբայրներ եւ քույրեր, սիրելի Տիրոջ տուն, Աստված օրհնի բոլորիս։ Որքան գեղեցիկ է գալ Տիրոջ տուն եւ վայելել այսպիսի հրաշալի երկրպագությունը։ Վստահեցնում եմ, եթե դուք տանը նստեիք եւ ուզենայիք անգամ YouTube-ով կամ Facebook-ով նայեք, երբեք այս զգացողությունը չեք կարող ունենալ։ Սա բացառիկ արտոնություն է Տիրոջից մեզ բոլորիս համար, որ վայելենք Աստծո ներկայությունը։ Այսօր մեզ համար հրաշալի օր է, սիրելիներ, հրաշալի ոչ միայն նրանով, որ կիրակի է, Տիրոջ օրն է, սրբված Աստծո խոստումներին համապատասխան, այլ նաև հրաշալի հյուր ունենք այսօր մեր մեջ, ինչպես որ դուք տեսաք մեզ Facebook-ի վրա եւ մեր գրուպների մեջ մենք ուղարկում ենք, որ բոլորը տեղյակ լինեն եւ շնորհակալ եմ, որ դուք արձագանքել եք եւ այստեղ եք։ Տերը թող օրհնի ձեզ, պատիվ ունենք սիրելիներ մեր մեջ ունենալ մի Աստծո մարդու, իսկապես ում ծառայությունը մեր Հայաստանի, ես սկզբում այդտեղից սկսեմ Հայաստանի հոգևոր իրականության մեջ բավական մեծ ներդրում ունենալով Աստված շնորհք է արել ծառայելու, ես չեմ կարող մոռանալ այն պատմությունները, որոնք կապված են այս հրաշալի Աստծո մարդու հետ, երբ որ ես նոր էի հավատքի մեջ, ինձ համար կարևոր էր տեսնել ինձանից առաջ գնացող մարդկանց եւ իմ սիրելի եղբայրը, ում պիտի քիչ հետո ներկայացնեմ եւ հրավիրեմ այստեղ, այդ անձանցից մեկն է, ում նայում էր եւ ասում էր, որ նա սկսեց մի փոքր խմբից, բայց հետո եկավ միտեղ հասավ, որ արդեն եկեղեցին, եկեղեցաշենք, ժողովուրդ, շատանալ, վերջապես բարգավաճել Աստծո օրհնությամբ, սա հրաշալի է։ Այսպիսին պետք է լինի յուրաքանչյուր հավատացյալի կյանքը։ Ամեն։ Եվ ուզում եմ այստեղ հրավիրել առանց ժամանակ կորցնելու Սևանի ավետաբեր եկեղեցու ավագ հովին Վլադիմիր Բաղդասարյան եղբորս։ Եկեք ջերմ ծափահարությամբ այստեղ հրավիրենք, Վլադիկ եղբայր ջան, համեցեք։ Շնորհակալ եմ Տիրոջը եւ Աստծո ժողովրդին այս հնարավորությունը այս օրը այսպես ստանալու համար։ Շնորհակալություն Արտակ եղբորը հրավերքի համար, ինչպես նաև բոլորիդ մեր ծառայությունը կարոտը սպասումը ինչ որ կերպ արդարացնելու համար։ Ինչու՞, որովհետև երբեմն սիրտը նման է մի գրքի, որի մեջ գրված են ի վերուստ մեզ տրված մարդկանց անուններ։ Հաճախ թերթում ենք այդ էջերը, կարոտում ենք, ապրումներ ենք ունենում, հասկանում ենք, որ մեր սիրտը դատարկ չէ, եւ շնորհակալություն Տիրոջը, որ հաճախ հնարավորություն է տալիս իրար տեսնելով, իրար հանդիպելով այդ կարոտի տանջանքը, մորմոքը ինչ որ ձևով փարատել, ամոքել եւ իրար կարոտն առնելով ուրախանալ, որ մեկ հոր որդիներ ենք, Աստված ունենք, աշխարհը չունի։ Օրհնյալ լինի Տիրոջ ժամանակ։ Բարեկամներ, այսօր փոքր-ինչ տարբեր կերպով թույլ տվեք ներկայացնել։ Այո, մենք ցանկանում ենք խոսել եւ մեր խոսակցության նյութը խաչյալ Հիսուս Քրիստոսն է։ Համոզված եմ, որ Արտակ եղբայրը շատ լավ կարողանում է այդ ամենը իրեն տրված տաղանդների շրջանակում մի բան էլ ավել ներկայացնել։ Նա կարողանում է, ինչպես Պողոսը գաղատացիներին կասեր, ձեզ Քրիստոսը նկարագրվեց ամենապատկերավոր կերպով, բայց այսօր թույլ տվեք որոշակիորեն այդ ուղղությունը փոխել եւ խոսել ոչ թե Հիսուս Քրիստոսի մասին, այլ խոսել Հիսուս Քրիստոսի մեզ տված մի անգին գանձի մասին, այն է Սուրբ գրքի մասին։ Գիտեմ, որ շնորհակալություն Աստծուն, եթե այս գիրքը չլներ, մեր վիճակը ինչ կլներ։ Մեկին մի բան ես ասում, մի քիչ հետո ասում է, չէ, ոնց որ դու տենց չասեցիր, սենց ասեցի, ասում է, չէ, տենց չեմ ասել, սենց եմ ասել։ Չէ, ասում է, տենց ասեցիր, ասում է, չէ, տենց չեմ ասել, ասում է, դե ուրեմն երևի ես եմ տենց հասկացել։ Նկատի ունեմ,
որ խոսքով լիներ մեզ փոխանցված Աստծո ճշմարտությունը, եսի մենք ուր հասած կլինեինք, շնորհակալություն Աստծուն այս գրքի համար։ Այս գիրքը, որ մեզ տրված է, մեր կյանքի անբաժանելի մասն է, երբ ուզես կարող ենք կարդալ, ես հիշում եմ, որ երբ մենք ապաշխարեցինք, մեր ընտանիքը երբ որ ապաշխարեց, սրանից տասնամյակներ առաջ, 75 թվականին, բնականաբար Հայաստանում հոգևոր գրականությունը շատ սուղ էր եւ միակ ձևը, որով կարող էր մարդը սուրբ գիրք ձեռք բերել, այն էր, որ Պարսկաստանից ներգաղթ էր եղել, բավական այսպես կոչված հայրենադարձության կոչ էր եղել, հայրենադարձներ էին եկել եւ այդ ընտանիքին թույլատրվել էր իր հետ Հայաստան բերել մի հատ կամ Աստվածաշունչ կամ նոր կտակարան։ Եվ այդ մարդիկ իրանց հետ բերել էին, այնուհետև պայմանները, թե ինչքան էին խոստացել, ինչ լավ կլինի, ոնց կլինի, պայմաններն այդքան էլ էին չէին համապատասխանել իրականությանը եւ իրանք կարողանում էին իրենց բերած սուրբ գիրքը վաճառքի հանել, որպեսզի կյանքի պայմանները բարելավեն։ Այն ժամանակ այդ գիրքը մենք կարողացանք ձեռք բերել 120 ռուբլով, ովքեր որ սովետական իրականության մեջ ապրել են կհասկանան, որ դա գրասենյակային աշխատողի 1 ամսվա աշխատավարձն էր։ Թե ինչպես էր դա մեր եկեղեցում, մեր տանը այդ մի գիրքը կար, որը ընդ որում մեզ նվիրեց քեռիս, որովհետև մենք այդքան գումար չէինք կարող ունենալ այն ձեռք բերելու համար, բայց Քրիստոսի սերը այնքան խորն էր, որ մարդ որ ցանկանում էր, որ այս ընտանիքն էլ փրկվի, կարողացավ գնել, բերել, տալ, ձեռք բերել, մեզ նվիրել, եւ հետո մարդիկ էլ որ սկսեցին ապաշխարել, մի հատ սուրբ գիրք կար։ Մենք բոլորս մի գիրք ունեինք, մի գիրք։ Եվ շատ հետաքրքիր էր, որ մեկն ասում էր, կտակ այդ գիրքը մենք էլ կարդանք, դե լավ, մի օր տալիս են քեզ, մի օր քեզ, մի օր քեզ։ Կարելի է պատկերացնել, որ այդ գիրքը իսկապես սուրբ գիրք էր։ Իսկապես մեկն էր, եզակի էր, եւ այդ գիրքը շնորհակալություն Աստծուն, որ կար, կարող էինք կարդալ։ Թույլ տվեք Հակոբոս առաքյալի թղթից մի հատված կարդալ այս գրքի վերաբերյալ, ինչ որ կերպ այն նկարագրող Հակոբոս թուղթ առաջին գլուխ 22-ից 25-րդ խոսքերը։ Բայց խոսքը կատարող եղեք եւ ոչ միայն լսող, ինքներդ ձեզ խաբելով, որովհետեւ եթե մեկ խոսքը միայն լսող է եւ ոչ թե կատարող, նա նման է իր բնական դեմքը հայելու մեջ տեսնող մարդու, որ տեսնում է ինքն իրեն, անցնում, գնում եւ իսկույն մոռանում է, թե ինչպիսին էր, բայց նա, ով ազատության կատարյալ օրենքին հայացքն ուղղած, դրա մեջ է մնում, նա ոչ թե օրենքը լսող եւ մոռացող է, այլ գործը կատարող, նա երանելի է իր այդ գործի մեջ։ Հավատացողը կասի ամեն, ամեն։ Աստծո խոսքը Սուրբ գրքում ինչպես նկարագրված է, ոչ միայն մինչև հոգու խորքը թափանցող երկսայրի սուր է, ոչ միայն կյանքի արտում ցանված արքայության սերմն է, ոչ միայն ապառաժը, մեր կյանքի ապառաժոտ մասերը կոտրատող մուրճ է, ոչ միայն մեր շավիղները լուսավորող ճրակ է, ոչ միայն մանկան կարիքը սովը մեղմող կերակրող անխարդախ կաթ է, այլ նաև ինչպես քիչ առաջ կարդացինք, մի հայելի է։ Սուրբ գիրքը, Աստծո խոսքը նման է հայելուն։ Ինչպես մի հայելի, նա իրեն մոտեցողին ասելիք ունի։ Եվ թույլ տվեք այսօր որոշակի խոսել այդ մասին, ասել թե նա ինչ ասելիք ունի եւ նայողն էլ ինչ անելիք ունի։ Ասեմ, որ Աստվածաշունչը կեղծ հայելի չէ։ Կեղծ հայելին հասկանում ենք, այն որ կարող է բոլորովին այլ կերպ ցույց տալ, Աստվածաշունչը երբեք չափերը չի խեղաթյուրում։ Իսկական հայելի է եւ եղածն է ցույց տալիս, այն էլ իր իրական չափերով։ Միայն թե մի պայման կա, նրան մոտենալ է պետք։ Հայելին պահանջում է իրեն մոտենալ,
մոտ գտնվել, որովհետև հեռվից այդքան էլ այն օգտակար չի, որքան որ մոտից։ Թույլ տվեք այստեղ մեջ բերել մոտեցեք Տիրոջը եւ նա կմոտենա ձեզ, հալելույա։ Հիշում եմ մի առիթով այդպես միտեղ էինք գնացել, այն ժամանակ ինձ էլ մի հատ նոր iPad էին նվիրել, տենց այդ նվիրողն էլ այնքան էլ չէր մտածել, որ այդ iPad-ը կարող են միջոցից ունենալ, որ իր մեջ քարտ տնեն, ընդհակառակը Wi-Fi-ով կպնող iPad էր, մենք էլ գնացել էինք ինչ-որ միտեղ, գնացել էինք, դե որտեղ Wi-Fi էին տալիս, այդ iPad-ն էլ աշխատում էր, հատկապես ավտոբուսի մեջ լավ էր, հենց նստում էինք ավտոբուս, մեր կապը աշխատում էր, դες միտեղ իջանք, դեն iPad-ը միացրած հավեսով խոսում ենք, ասում ենք, մեկ էլ տենց խոսելով գնացինք, ոյ կապը կորավ։ Ինչու կորավ? Որովհետև մեր ավտոբուսից հեռացանք։ Ինչ որ չափ կար, որ այդ չափի մեջ էր կապը ճիշտ, հեռանում էիր, էլ այդ կապը չէր աշխատում։ Մոտեցեք Տիրոջը եւ կզգաք, որ դուք Տիրոջը մոտ եք, հալելույա։ Եկեք պարզապես հարցնենք, նույնիսկ ինձ շատ կարևոր է, երբ երեխաներն են այդ հարցը տալիս, երբ երեխաները մեկին մոտենում են եւ ինչ որ բան հարցնում են, դու քո մեծ հալով հասկանում ես, որ դի կարգին խելք ունենաս, որ երեխայի տված հարցին ի զորու լինես պատասխանել։ Օրհնյալ լինեն մեր բոլոր երեխաները։ Այս ովքեր որ այստեղ էին, Արտակ եղբորը ինչ որ ձև կարող եմ նախանձել, ինչու, որովհետեւ ինչ գիտեք, ես ովքեր էին։ Մեր կարծիքով երեխաներ էին ընդհանրապես, բայց գուցե սրանք շատ մեծ մարդիկ էին, եւ դուք մի օր առիթ կունենաք ասելու ես նրա մանկության վկան եմ եղել, հալելույա։ Եվ այդ երեխաները շատ հարցեր ունեն, ես գիտեմ, որ հավիտենությանը վերաբերող հարցերը տվել են երեխաները եւ Երանի ծնողը կարողանա այդ հարցին պատասխանել։ Օրինակ ես հիշում եմ, երբ ես երեխայի այդ հարցերից մեկը տվել եմ, որ երեխան ծնողին հարցնում է, ասում է, ինձ որտեղից ես բերել։ Ես հիշում եմ մամայիս պատասխանը, ասաց հիվանդանոցից, ասացի, ով քեզ տվեց, ասեց բժիշկը, էդ իմ երեխա հալով ես փորձեցի հարցնել, ասի փողով տվեց, թե ձրի տվեց, հիշում եմ նրա պատասխանը, որ ասեց 40 ռուբլով տվեց, հավանաբար այն ժամանակ այդպիսին էին կարգերը կամ ընդունված չափերը, բայց երեխան իրեն հետաքրքրում է իր սկիզբը գոյության, նայում է երկինք, ասում է, այնտեղ ինչ կա։ Եվ այնուհետև հարց է տալիս, ասում է, տատը կամ պապը ուր են, ուր գնացին։ Եվ սրանք հավիտենությանը բնորոշ հարցեր են, որտեղից ենք գալիս, ուր ենք գնալու, ում մոտ ենք գնալու, Երանի կարողանանք պատասխանել։ Եվ այսօր կխնդրեմ, որ այդպես կարողանանք այն հարցերին, որ ես պիտի մեր առաջ ներկայացնեմ, կարողանանք պատասխանել։ Ինչ է հայելի ասվածը եւ ինչ է նրա գործը։ Ինչի համար է, թույլ տվեք ասել, ինչի համար չէ, քայլ առ քայլ փորձենք վերլուծել այս ճշմարտությունը։ Հայելի։ Իր բնական կյանքը ապրող յուրաքանչյուր մարդու համար հայելին ամենօրյա անհրաժեշտություն է։ Առանց հայելի կյանքը պատկերացնել գրեթե հնարավոր չէ։ Որովհետև երբ քնից արթնանում ես եւ ցանկանում մարդամեջ գալ, հայելու անհրաժեշտություն է զգացվում։ Եթե հայելու առաջ մարդը չկանգնի, շատ թափթփված, չխնամված տեսք կունենա, չհարգված, չհարդարված տեսք կունենա։ Եվ ով մարդուն կհայտնի ճշմարտությունը, եթե ոչ հայելին։ Պետք է մոտենալ հայելուն եւ նայել։ Պետք է հավատալ, որ երեկվա նայելը բոլորովին բավարար չէ։ Մտածա ամեն։ Երեկվա հայելուն նայելը հաջորդ օրը որևէ կերպ բավարար չէ։ Որ ասում եմ հայելի, նկատի ունեմ Աստծո խոսքը։ Երեկվա հայելուն նայելը բավարար չէ։ Ինչու՞։ Որովհետև մարդը ամեն օր
բաց երեսով կամ բաց աչքերով պարտավոր է մոտենալ եւ նայել հայելուն եւ հայելին կհայտնի ճշմարտությունը։ Ընդունենք, որ քնած մարդուն հայելին օգտակար չէ։ Հայելին օգտակար է քնից արթնացած մարդուն, բաց աչքերով եղող մարդուն, զարթուն մեկին, ում ուշքը եւ միտքը տեղն է եւ քնած մեկի համար հայելին օգտակարություն չունի։ Եվ որպիսի զարթուն մարդը, արթնացած մարդը հայելուց օգտվի, նա լույսի կարիք ունի, որովհետև հայելին լույսով է ցույց տալիս։ Մտնում հայելին այդքան էլ օգտակար չի։ Հայելին, եթե բնական կյանքում Աստծո լույսով է ցույց տալիս, այս գիրքն էլ, այս հայելին էլ Աստծո լույսով է ցույց տալիս։ Եվ ինչ որ մեկը կարող է նայել եւ մեկը մոտենա նրան ինչպես ներքինի են տարբերակում, որ Երուսաղեմից գնում էր եւ Ֆիլիպոսը մոտեցավ, ասավ, այդ որ կարդում ես, այդ որ նայում ես, բան տեսնում ես, եւ նա ասաց, եթե մեկը ինձ չլուսավորի, չօգնի, չբացատրի, որտեղից տեսնեմ։ Մեր հայելին, այս հայելին Աստծո լույսով է լուսավորվում եւ ցույց տալիս։ Քո լույսով լույս ենք տեսնում, ասում է Աստծո խոսքը։ Իսկապես, եթե լույս չլինի, խավարում անկարելի է հայելու ծառայությունից օգտվել։ Եվ թույլ տվեք ասել, որ այն լուսավորված տան մեջ իր գործն անում է։ Օրհնյալ լինի այն տունը, որտեղ լույս կա, որտեղ ներս մտնողները ճրակ են տեսնում եւ այդ ճրակով իրար երես են տեսնում։ Հալելույա։ Լույսը կերպարանք է ցույց տալիս։ Լույսով նայողը նայում է եւ տեսնում է եւ իմաստավորվում եւ հասկանում է իր անելիքը։ Հայելին միայն նայողին է ցույց տալիս։ Հատել ասենք ամեն։ Երբ նայում են հայելու մեջ, նայողին է ցույց տալիս։ Ոչ հարևանին, ոչ մյուսին, ոչ նրան ում վրա բարկացած է, ոչ նրան ումից նեղացած է, նեղված է, հայելին, այս հայելին նայողին է ցույց տալիս։ Հալելույա։ Եվ ով որ նայի, ինքը ուրիշին չի տեսնելու, իրեն է տեսնելու։ Եվ ով որ անձամբ նայի, անձամբ գա եւ երևա, հայելին այն ցույց է տալու։ Թույլ տվեք ասել, չնայողին հայելին ոչինչ ցույց չի տալու։ Առանց նայելու, առանց հայելուն մոտենալու, առանց հայելու առջև ներկայանալու, հայելին որևէ բան ցույց չի տալու։ Եթե ընդամենը նստենք, հուսանք եւ սպասենք, հայելին ոչինչ չի անելու։ Թույլ տվեք ասել, որ հայելին չի մոտենալու մեզ։ Ինչքան էլ լավ հայելի լինի, ինչքան էլ մեծ հայելի լինի, մենք ենք գնալու եւ մոտենանք հայելուն, այդպես է կարգը։ Ուրեմն իրատես պետք է լինել, որ մասը, որ հայելուն ներկայացնենք, հայելին այդ մասն է ցույց տալու։ Եթե դեմքով ենք կանգնելու, թիկունքը ցույց չի տալու։ Որ մասը ներկայացնենք, հայելին այդ մասն է ցույց տալու։ Եվ երբեմն էլ հայելին մեզ օգնում է տեսնել այն, ինչ մեր բնական աչքերով չենք կարող տեսնել։ Օրինակ, ես իմ թիկունքը կդժվարանամ տեսնել, բայց հայելու օգնությամբ, եթե ճիշտ դիրք գրավեմ, անգամ նա ինձ կօգնի տեսնել այն, ինչ իմ բնական աչքերն ի վիճակի չեն սովորական տարբերակում տեսնել։ Այդպես է, ինչ որ հայելուն ներկայացնենք, այն էլ ցույց է տալու։ Նրա գործը, հայելուն գործը, նայողին ցույց տալն է։ Եվ ցույց է տալիս այն, ինչ իրականում կա։ Թույլ տվեք ասել, հայելին չի հորինում։
Հայելին չի ստեղծում։ Հայելին եղածը ցույց է տալիս։ Եվ եթե այդ եղածը ցույց է տալիս, եւ դու որոշես հայելու հետ կռվել, վիճել, ջղայնանալ, նեղվել, թե էս ինչ ես ցույց տալիս, մեծ իմաստություն չի։ Այս հայելին ցույց է տալիս այն, ինչ կա։ Ինքը երբեք չի հորինում, ինքը երբեք գլխից չի սարքում, ինքը երբեք ավելորդություններ չի ներկայացնում, եղածն է ցույց տալիս։ Եվ եթե տեսար, ուրեմն խելք ունեցի, որ հասկանաս ինչ պետք է անես։ Բեր թույլ տուր ասեմ, որ եթե ցույց է տալիս մազը ծուռ է, հավատա ինքը չի ծռել։ Իրա մեղքը չի։ Եթե ցույց է տալիս, որ ինչ որտեղ կապտած է, ինքը չի գունավորել դեմքը։ Եթե ցույց է տալիս ինչ որ բան ծուռ է, ինքը չի դրա հեղինակը, ինքը օգնում է, որ դու իմանաս այդ մասին։ Եթե նրա գործը ցույց տալն է, իսկապես ինքը մարդու փոխարեն որևէ բան չի անելու։ Օրինակ, եթե ինքը ցույց է տալիս, որ մազը ծուռ է, դու էլ իրան ասես, դե որ այդքան լավ ցույց ես տալիս, մի քիչ էլ օգնի դզի, ուղղի, հարդարիր, փոխիր, մի բան էլ դու արա։ Ինքը ցույց է տալիս, որ դու քո անելիքը իմանաս, ասա ամեն։ Այս գիրքը, այս հայելին ցույց է տալիս իմաստավորելու դու ինչ պետք է անես։ Ուրեմն հայելին ոչ մեկին ոչ հարդարում է, ոչ սանրում է, ոչ ուղղում է, այլ մարդուն խելք է տալիս, որ մարդը իր անելիքն անի։ Եվ ինչպես կարդացինք, այստեղ որ գրված էր, երանելի է, որ մարդը նայում է եւ անի իր անելիքը, իր այդ գործի մեջ, իր այդ կատարելիքի մեջ երանելի է։ Ուրեմն նայողին է մնում իրեն կարգի բերելը։ Ասենք, որ հայելին, եթե ցույց տվեց, որ միտեղ կա կապտած է, անկախ նրանից դու այդ մասին գիտես թե չգիտես, անկախ նրանից թե ասում ես, բայց որտեղ կապտեց, ես ոնց կապտեց, ինքը չի պատասխանում այդ հարցին, բայց քեզ մտածել է տալիս եւ ցույց է տալիս, որ անգամ եթե չգիտեիր, այստեղը կապտած է, դրա վրա աշխատել է պետք։ Թեկուզ անգամ քո հիշողության մեջ բացատրություն չկա, բայց դու պետք է հիշես, այսպիսին է հայելու կարգը։ Ասեմ, որ հետաքրքիր բան կա, եթե ցույց է տալիս, որ նայողի դեմքը մրոտ է, նա նաև հասկացնում է, որ պետք է գնալ եւ լվացվել, պետք է գնալ եւ մաքրվել։ Ինքը չի մաքրելու, ինքը ցույց է տալիս կատարվելիք գործի անհրաժեշտությունը։ Եվ ասեմ, որ ինքը ցույց է տալիս ամենաշատը նայողի աչքերը։ Որ նայես եւ մոտիկից նայես եւ ուշադիր նայես, կնայես, կտեսնես, այդ աչքերը հոգնած են, պղտոր են, թախծոտ են, կարմրած են, ինք ցույց կտա իսկական են, ցույց կտա, որ ուրիշները կարող է տեսնեն, բայց խնայեն չասեն, բայց հայելին քեզ իսկական կերպարանքը ցույց կտա։ Իսկապես, եթե կանգնես հայելու առաջ, կարող ես ինքդ քեզ հետ խոսել։ Մարդ կա, որ կանգնում է հայելու առաջ, նայում է իրեն եւ զգում է արարիչը ինչ հրաշք է արարել, նայում է, զմայլվում, մի հատ էլ իրեն աչքով է անում, ասում է քեֆը տեղը պահես։ Նայիր այս հայելուն եւ մեկ էլ ինքդ քեզ հետ խոսիր, ով իմանց ինչու ես տրտում, Աստծուն հուսա, որովհետև մեկ անգամ եւս նրա փրկությունը պիտի տեսնես։ Իսկապես, որ հայելուն ուշադրիր նայես, ինքը մեկ քեզ ցույց կտա ինչ որ բաներ, որ քեզ մտածելու առիթ կլինի, ցույց կտա քո գեղեցիկ ժպիտը կամ արտասվող աչքերը, ցույց կտա թե թաքնված լեզուն, թե փչացած ատամը, թե ճաղատ գլուխը, թե ցից քիթը։ Ինքը բոլորն էլ ցույց կտա
Եվ դու կնկատես ինչը ինչպես պետք է կարգի բերել։ Ծուռը պետք է շտկել, տգեղը պետք է գեղեցկացնել, պետք է հայելու հետ կռիվ չտալ, հայելու հետ կռիվ տալուց վիճակը չի փոխվում, եւ հայելին սովորաբար քեզ ցույց է տալիս այն, ինչ ուրիշները կարող էին տեսնել։ Բայց եթե հայելու հետ կռվես, հայելու հետ չհամաձայնվես, ասես ես քո ասածը չեմ ընդունում, քիչ հետո դա տեսնելու են բոլորը։ Բայց եթե հայելու հետ ճիշտ վարվես եւ նրա ցույց տվածի համեմատ քո վրա աշխատես, ուրիշների մոտ կլինես պատիվ եւ պարծանք ունեցող որդի։ Հալելույա։ Եվ դու չես ամաչի։ Թույլ տվեք ասել, որ երբ գանք հայելու մոտ, խնդրում եմ, չտեսնելու չտանք։ Ատելասա ամեն եւ աշխատենք մեզ վրա։ Բայց մի բան էլ պնդենք, որ երբ հայելուն նայում է հարբածը, երբ հայելուն մոտենում է ոչ սթափ մեկը, առաջինը կարող է բարկանալ եւ հայելու հետ կռվել, բայց սովորաբար խմած մարդիկ, որ երկար նայում են հայելուն, սրտխառնոց է առաջանում։ Հայելին անգամ այդտեղ քեզ չի համաձայնվում եւ ասում է սթափվիր, որ անելիքդ իմանաս։ Ալելույա։ Ուրեմն հայելի է, լուր է, բայց իր լուր լինելով խոսում է եւ նա խոսում է ներկան։ Զարմանալի է, հայելին անցյալը չի խոսում, հայելին ապագան չի խոսում, հայելին խոսում է ներկան, հենց հիմա։ Երբ կարդում ես, ինքը քեզ չի ասում ինչ ես արել երեկ, ինքը քեզ ասում է ինչ պիտի անես հիմա, հենց հիմա ինչ պիտի անես։ Երբ դու ես գիրքը վերցնում ես քո ձեռքը եւ ես գրքի էջերով գնում ես, ես հավատում եմ, որ Աստված իր գործն անում է քեզ հետ եւ ասում է. խոսքը կատարող եղեք եւ ոչ միայն լսող ինքներդ ձեզ խաբելով, որովհետեւ եթե մեկը խոսքը միայն լսող է եւ ոչ թե կատարող, նա նման է իր բնական դեմքը հայելու մեջ տեսնող մարդուն, որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում եւ իսկույն մոռանում է թե ինչպիսին էր։ Բայց նա, ով ազատության կատարյալ օրենքին հայացքն ուղղած, դրա մեջ է մնում, նա ոչ թե օրենքը լսող ու մոռացող է, այլ գործը կատարող։ Նա երանելի է իր այդ գործի մեջ։ Թող օրհնյալ լինի մեր Տերը, որ մեզ պարգևել է այսպիսի ճշմարտությունը արտացոլող հայելի։ Չարժե կանգնել Տիրոջը փառք տալ այս հայելու համար եւ ասել, թող մեր հայելին ծառայի իր նպատակին։ Հալելույա։ Եկեք կանգնենք եւ մեր Տիրոջը մի քանի բան ասենք։ Ուզում եմ հետեւյալը խնդրել։ Ես հավատում եմ Աստծո հոգու ներգործությանը, Աստծո հոգու ներկայությանը եւ հավատացել եմ այս խոսքին։ Ես ուզում եմ աղոթքի մեջ ասեմ, որ մեր անելիքը པարզ լինի։ Ասում եմ, ես կուղարկեմ Սուրբ Հոգին, ես որ գնամ կուղարկեմ Սուրբ Հոգին եւ երբ որ նա կգա, ձեզ ճշմարտությունը կհիշեցնի։ Ինչ որ ես ասեցի, ձեզ կհիշեցնի։ Ինձ դա շատ հարազատ է եղել, երբ որ ես ասենք հաց ուտելուց եմ եղել, ճանապարհ գնալուց, ինչ որ մեկի հետ խոսելուց, ինչ որ մի բան նայելուց, մի բանի վրա մտածելուց, քնից արթնանալուց, մեկ էլ նկատել եմ ինչ որ մի միտք եկավ մտավ գլուխս։ Երբեմն դրանք այն խոսքերն են եղել, որ ես կարդացել եմ եւ իմացել եմ։ Պարզապես նա ինձ հիշեցրել է այդ խոսքը։ Բայց զարմանալի բանել է տեղի ունեցել։ Պատահել է, որ ես ինչ որ մի բանով զբաղված եմ եղել, ենթադրենք հաց ուտելիս։ Այդ միտքը եկել է, ես ասել եմ, բայց տեսնես Սուրբ գրքում տես բան կա գրած։ Ես ման եմ եկել, գտել եմ այդ միտքը գրքում։ Ինքը խոսել գիտի, ինքը քեզ մատուցել գիտի։ Եվ հետո տեսել եմ, երբ որ ինքը խոսք է քեզ մատուցում, դու չես կարողանում այդ խոսքից դուրս գալ։ Ցերեկ, գիշեր, արթուն, քնած, քո ուղեղն աշխատում է դրա վրա։
ինչպես որ եկել է մտել քո մեջ, մինչև իր գործը չանի չի գնում։ Երբեմն պատահել է, որ ես քեզ գիշերին արթնացել եմ, այն բոլոր մտածածը որ կար, հասկացել եմ, ու ոնց եկել էր տենց գնաց, կարևորը իր գործը արեց, իր նպատակին ծառայեց։ Ուզում եմ ասել, մենք Աստված ունենք, որը մեզ մենակ չի թողում, եւ իր խոսքը տալով ասում է. հետևիր ես խոսքին, արա ինչ որ պետք է անես, երկնավոր մեր Հայր։ Քո առաջ գլուխ խոնարելով, հավատալով, որ քեզ ունենք եւ դու մեր առաջնորդն ես, եւ դու մեր ձեռքը բռնած մեզ տանում ես այնտեղ, որտեղ քո փառքը պիտի ցույց տաս, թող երևա քո փառքը, թող մեծարվի քո անունը, թող փառավորվի քո անունը եւ մեզ հետ վարվիր այնպես, ինչպես ինքդ կամենում ես, թող իրականանա քո խորհուրդը, թող երևա քո կամքը մեր կյանքում, թող բոլորը տեսնեն քո մեծ ու սքանչելի գործերը, որ դու մեզ կանչում ես եւ կանչելուդ մեջ կերպարանափոխում ես, այլակերպում ես, նորոգում ես, ուրիշ մարդ ես դարձնում ես, որքան մեզ կանչում ես, այնքան փոխություններ ես առաջ բերում ու մեզ դարձնում ես քեզ նման, որ մեզ նայողը նայի, բայց քեզ տեսնի։ Թող քո շնորհքը երևա, թող քո փառքը երևա, թող քո անունը մեծարվի, թող քո արդարությունը տարածվի եւ իսկապես մենք լինենք մի բաց նամակ մարդկանց մոտ, որ նայեն մեզ, մեր գործերը տեսնեն, բայց քո անունը փառավորեն, որ դու մեծ ես, սքանչելի ես եւ ճշմարիտ Աստված ես։ Օրհնյալ լինես դու Տեր, եւ օրհնյալ լինի քո փառքը։ Ողջ կյանք